Ազգային ժողովն ընդունեց զինծառայություն չանցած եւ արտասահմանում բնակվող 27-ից 37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը, որը հեղինակել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Ավրորա Նյուզը կապ հաստատեց падգամավորի հետ։ Հայկ Սարգսյանը մեծ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին ծառայել 24 ամիս ժամկետով, երկրորդ ծառայել 12 ամիս եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, չորրորդ ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 8 միլիոն դրամ եւ հինգերորդ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Ավրորա Նյուզի հետ զրույցում падգամավոր Հայկ Սարգսյանը նաեւ նշեց. Իմ նախորդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է 197 քաղաքացի։ Նրանք ծառայել եւ կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել Հայաստանի զինված ուժերի պահեստազորում։ Պետական բյուջե է մուտքագրվել 1 միլիարդ 904 միլիոն դրամ, ասել է падգամավորը։ Այսպիսով նախագծով հնարավորություն է տրվում մեր հայրենակիցներին վերադառնալ հայրենիք։